Հարտնժդեհին և ազատություն ապստամբ հայրենատեր Սասնա ծռերին։ Ես խոսել եմ ռուսական վտանգից։ Իրոք այդ վտանգը դարերով եղել է, կա ու կլինի մինչև այնքան ժամանակ, քանի դեռ չենք ձերբազատվել կամ քանի դեռ Ռուսաստանը չի դարձել շարքային պետություն, ուղղակի շարքային պետություն, որի ճանապարհը արդեն հարթվում է որպես շարքային պետության։ Եվ այսպես Ռուսաստանի նախագահը, ես այս վերջերս կես կատակ կես լուրջ ասեցի, շատ պետությունների ղեկավարներ են իրենց Նիկոլի տեղը դրել, ուղիղ ստում են, մեկ-մեկ էլ ցույց են տալի, որ պրոբլեմ չկա, ինքն է որ կա, բայց Վլադիմիր Պուտինը մի շատ տհաճ, ես համոզված եմ, որ ինքը դրա ոչ թե դա Նիկոլի պես ասենք հատուկ հանրությամբ չարամիտ կատակների անում, որ մարդկանց միշտ լարված պահի, Հայաստանում մթնոլորտ, այսինքն լարված մթնոլորտ, վախի մթնոլորտ ստեղծելու համար ինքը շատ վատ արտահայտություններ է անում, շատ լարում է ժողովրդին իրար դեմ ատելությունով, չգիտեմ, վաղ, ուզում է որ անընդհատ քաոս լինի Հայաստանում։ Դա ինքը ոչ թե պատահաբար իր էմոցիան, դա հասկանում ենք, որ դա մեզ մոլորեցնելու, խաբելու եւ հաղթելու վերջնական թշնամու ծրագիրն է, որը իրագործվում է Նիկոլի ձեռը։ Բայց հաստատ Պուտինը, ասենք, սա ուղղակի արդեն զգացվում է, որ ինքը իրեն կորցրել է, ոչ թե դա չարամիտ կատակ էր, որովհետեւ կատակով ասել, որ պատերազմն ավարտվի, ինչ ենք անելու։ Հասկանում եք, իր համար պատերազմը դա աշխատանք է կամ զբաղմունք է։ Չենք զբաղվել ասում, որ պատերազմ չլինի։ Իսկ այդ պատերազմին օրը 1000 ռուս զինվոր է զոհվում։ Միջինը 1000, մի օր 1200, մի օր 900։ Օրը 1000 մարդ զոհելը Պուտինի համար դարձել է զբաղմունք։ Չգիտեմ Ռուսաստանի հասարակությունը սա կընկալի, կհասկանա, ասենք կընդդիմանա, թե չէ։ Ասեմ, որ Ռուսաստանի հասարակությունը ավելի ծանր վիճակում է, քան հայ հասարակությունը։ Գիտակցական առումով, որովհետև այնտեղ իրականում այդպես ընդդիմություն չկա։ Բոլորին ոչինչ ասել, իսկ առանց ընդդիմություն պետությունը ինքը միշտ սխալներ է գործում եւ այդ սխալները չի զգում ինքը։ Պետք է լինի, այ հիմա Նիկոլը փորձում է ոչնչացնել իրական ընդդիմությանը։ Ինքը իրական ընդդիմությանը փոխարինել է իր սրտի ընդդիմությամբ, բայց եւ փորձում է վերջնական ոչնչացնել, որովհետեւ նրա արտահայտությունները, որ մենք որոշել ենք Արցախի հարցը փակում ենք, մենք ասում ենք նկատի գիտի ինքը պետություն է, էլի ասենք։ Եվ ով դրան դեմ է, ասես կանենք, այնպես կանենք, այնպես կանենք։ Երկրում պետք է ազատ տարակարծություն լինի, որպեսզի այդ համադրության կամ հակադրության ժամանակ ծնվի ճիշտ քաղաքականությունը։ Իսկ Նիկոլը արդեն հայտարարում է, որ ով դեմ է, ով որոշի մեր այս խաղաղության ծրագրի խանգարել, կբռնենք, գնանք տուն, կմտնենք, այս կանենք, այն կանենք։ Սա արդեն Հյուսիսային Կորեա է սարքում, էլի։ Ասենք անգամ Ռուսաստան չէ, Հյուսիսային Կորեա։ Բայց դրանք կանադառնան։ Ես ուզում եմ ասել, թե Պուտինը ինչու դա բաց թողեց բերանից։ Սա նշանակում է, որ Պուտինը արդեն չի տիրապետում։ Ինքը իբր ուզում է ցույց տալ, որ պատերազմները իր համար խաղու բառ են, ինքը վախեցած չի, այդ հաղթանակը տանելու է, իրենք հələ շատ են։ Ուզեցավ ասել սովորական երևույթ էլի, եթե Ուկրաինային օգնում եք կամ չգիտեմ, որովհետև այդ Գրեմի ծրագիրը պատժամիջոցների առաջի քվեարկությամբ անցել է արդեն սենատում։ Եվ Ռուսաստանի նոր պատժամիջոցներ են սպասում եւ Ռուսաստանի հետ կապեր ունեցող նամանան նավթային եւ Ադրբեջանը նույնպես այդ ցանկի մեջ է պատժամիջոցներ են կիրառվելու այդ պետությունների հանդեպ, այսինքն Ռուսաստանը բացառապես մեկուսանալու է եւ իր պարտությունը անխուսափ ինքը արդեն իսկ պարտված է, որովհետեւ այս վիճակով եթե ամեն ինչ կանգնի, Ռուսաստանը ոտքի չի կարող կանգնել։ Չի կարող, ուղղակի չի կարող ոտքի կանգնել։ Եվ ինքը տվեց այդ սխալ արտահայտությունը, բա ինչով պետք է զբաղվենք։ Եվ եթե ռուս հանրությունը այս արտահայտությունը հանգարց, ասենք, մադեր արանքով նայած դա, ուրեմն ինքը իսկապես այդ պետությունը կործանվելու է։ Կործանվելու է այնց, որ ինքը էլ խելքի չի գա երբեք։ Ասենք Գերմանիայի պես, եթե
բայց իրեն գերմանացի չեն, էլի, որ լուր տասնյակ տարիներ գլուխները կախ աշխատեն, ոչ մեկին վնաս չտան, աշխատեն, ու այսօր արդեն թելադրում են։ Կործանված կապիտուլյացիայի ընդդեմ կամ Ճապոնիան։ Կպատկերացնեիք 80 տարի առաջ, երբ որ երկրորդ համաշխարհային տարիներին ուկրաինացին եւ ռուսը, այսինքն Կիևն ու Մոսկվան միասին կռվում էին Հիտլերի դեմ, այդ օրվա ասենք այդ կռվող զինվորը, հա, կպատկերացներ, հա, ասենք ռուսը կամ ուկրաինացին 44-45 թվերին, որ կռվում էին գերմանացու դեմ, կպատկերացներ, որ 80 տարի հետո իրանք իրար դեմ են կռվելու Կիևն ու Մոսկվան, այդ գերմանացին, որի դեմ երկուսով կռան, գալու է Կիևին օգնի։ Տեղերը փոխվելու է, դերերը փոխվելու է։ Հասկանում եք, չէ՞, աշխարհում տեսեք ինչեր են տեղի ունենում։ Հիմա Պուտինի այս արտահայտությունը ես գտնում եմ, որ եթե Ռուսաստանը ունենա լուրջ հասարակություն, հեղափոխական հասարակություն, կշարժվի եւ ամեն ինչ կկործանա, սա շատ ծանր արտահայտություն է, էլի։ Բա ինչով զբաղվենք։ Բա որ 1000 մարդ չսպանենք, այն Ռոմի Կոլիզեը որ կար 2000 տարի առաջ, ասեն գլադիատորներին հանում էին իրար դեմ, որ հաղթողը պետք է սպաներ, այսինքն իրենք մահ էին տեսնելու։ Եվ իրենց համար դա զվարճանք էր, հաճույք էր, ժամանց էր։ Այն ժամանակ։ Հիմա սա է Պուտինի համար, բա ինչով զբաղվենք ասում, դե մի գործ չկա այդ ենք անում, էլի։ Մարդ ենք 1000 մարդ ստեղից, մի 1000 մարդ ընդեղից, սպանում ենք, օրներս հետաքրքիր անցնում է։ Ու ելի եմ ասում, եթե չեղավ adekvat ռեակցիա, հավատացեք Ռուսաստանը կործանվել է, ուրեմն չկա դիմադրություն, չկա շերտ դիմադրող, անգամ հանրության մեջ։ Պուտին Նիկոլ հեռախոսազանգի մասին մի թեթև անդրադարձել եմ, տեսնում եք, որ որքան, ասենք, զգացնել է, չէ՞ տալի, որ ինքը Պուտինի մարդն է, չէ՞, ասում են, բայց տնտեսական պատժամիջոցները դեզդեն, ասում են, եթե հանգարց հապկը չգործի, այսինքն Հայաստանի հետ առևտրային պայմանավորությունները չշարունակվի, կնշանակի դա հապկի վերջի սկիզբը դեզդեն։ Նիկոլն է ասում։ Ասում են, բայ դեպքում դուք կարող եք հապկից դուրս գաք, ասում չէ։ Այսինքն ինքն ասում է, եթե անգամ հապկը կամ Ռուսաստանը կործանվի, մենք իր հետ կործանվելու ենք։ Էս էլ թող հայ հանրությունը ականջինով անի, այն որ մարդիկ կան, չէ, որ ինձանից, ասենք, նիկոլական են, ասենք արձան բռնաբարող են, բայց ինձնից ավելի բետար հակառուս են։ Ես հակակրեմլ եմ ավելի շուտ։ Հակակրեմլ։ Այդ մարդիկ ինձանից ավելի բան, բայց Նիկոլ են աջակցում։ Ու գլխի չեն էլի, որ Նիկոլը, ասենք, Պուտինի տղեն է։ Մարդ բերամբերն ասում է, չէ, պատժամիջոցները չդադարեցնեն էլ, ասեն շարունակվի էլ։ Մենք հապկից դուրս եկողը չենք, սոված ծարավ, դες կախված կմնանք, կործանվելով։ Կկործանվի, հետո կկործանվենք։ Չի կործանվի, սա մենք կկործանվենք, որովհետև փագել են, չէ՞, ոչ մեր տնտեսությունը դրանց հետ է կապված։ Սա առաջինը, որ բոլորը հասկանան, որ Նիկոլը Պուտինի պրոյեկտ է, չշնորհավոր է, դա էական չի։ Տաշիր սամոներն էլ եկել են, ասենք, Քոչայանները, Տոդի Գագոները, որ այդ պրոյեկտը պրոբլեմ չունենա, որ սասնացրերը բանտում մնան։ Դուրս չգան, ասեն, ժողովուրդ, տեսնում եք ինչ են անում ձեր գլխին։ Նրանք զբաղեցեն սասնացրերի տեղը։ Եվ երկրորդ Նիկոլը մտահոգ է ոչ թե որ Պուտինի հետ հարաբերություններն են վատ։ Չէ, մարդիկ ասում են, Պուտինը կպատժի, հեսա որ չի շնորհավորել, հեսա սենց կանեն, սենց կանեն։ Իհարկե Պուտինը, եթե զգա որ պետք է Նիկոլից ազատվի, ոչ թե Նիկոլը իրեն դավաճանել է, Նիկոլը ցանկացած բան, չի կարող Պուտինը փռշտա, Նիկոլը չասի առողջություն։ Այդ որ ասում էր, բանը գնաց Նիկոլը Պուտինին սենց վերջի էս հանդիպանը սենց արեց։ Այդ 80-90 անգամ հանդիպման ժամանակ էլ Նիկոլը միշտ շնորհակալություն է հայտնել Պուտինին։ Միշտ շնորհակալություն է հայտնել Ղարաբաղի հարցը լուծելու հարցում, շնորհակալություն է հայտնել։ Այսինքն Ալիևի փոխարինել էինք շնորհակալ եղել, էլի։ Հիշում եք, որ ասում էր ինքը դες Պուտինի պես, բայց ինքը գիտակցաբար ասում մենք կարող ենք ունենալ այս իրավիճակը, այսինքն հայերեն կզիջենք առանց զոհերի, բայց մենք որոշեցինք զոհերով։ Այսինքն այդ զոհերը պետք էին։ Նիկոլը, որ ասենք ասում եմ, կարող ենք առանց զոհերի այս վիճակին լինեինք, բայց ասում եմ, ընտրեցինք զոհերով տարբերակը։
Որովհետև պետք է պետությունը նաև թուլանար, բանակը պետք է ջարդվեր։ Եթե Ռուսաստանին 3 տարի առաջ ասենք դադարեցնեին կռիվ, ասեն թեկուզ դու պարտվել ես, Ռուսաստանի տնտեսությունը այս վիճակի չէր լինի, ինչ որ հիմա։ Այսինքն պետք էր որ Ռուսաստանի պատերազմը երկարեր մինչև այսօր։ Որ հյուծվի թուլանա, մաշվի։ Նիկոլն էլ մեր բանակը հյուծելու համար այդ պատերազմը տարավ։ Այսինքն ինքը չտարավ, ասեցին պետք է ասենց ելքը լինի։ Ոչ թե Սերժիկ Սարգսյանի պես գնաց ասեց, հա համաձայն եմ տալիս եմ, սարսնացարերը մտնեն, ասենք ապստամբեն չստացվի։ Չէ, պատերազմ կսարքենք, մեջքից կխփենք բանակին, կջարդենք, խոճապի կմատնենք, որ հետո էլ գլուխ չբարձրացնեն։ Սա է խնդիրը։ Հիմա ես երկրորդին չանրադարձա, միշտ ասելիք է լինում։ Ուրեմն ոչ թե Պուտին, Նիկոլ հարաբերությունները փչացած է դրա համար է Նիկոլը անտրամադիր։ Այլ Նիկոլը հասկանում է, եթե չլինի Պուտին, որի վերջը մոտ է, ինքը արևմուտքին պետք չի գալ։ Հələ հիշեք։ Նիկոլի այս խախտումները արևմուտքին չի տեսնում։ Այս ոչ ժողովրդավար որոշումները, մարդկանց բերման ենթարկել, դատական գործեր բացել, ահաբեկել, չէ, ասում է, ես ասել եմ, որ պետք է այս բանը չարվի։ Դու չէ, ազատությունը որտեղ է։ Այդպես չի, չէ, կարգը։ Եվրոպան դա տեսնում է, չէ։ Կամ ինքը խոսում է հայ գերիներից, Նիկոլը ձեն չի անում։ Մարդիկ խոսում են ցեղասպանությունից, Նիկոլը ձեն չի անում։ Այս ամենը տեսնում են։ Բայց այնուհանդերձ աշկ են փակում, որովհետև Պուտինի գործիքը օգտագործում են Պուտինի վրա, այլ ծախս չեն անում Պուտինի վրա, Պուտինի գործիքը ջարդում են Պուտինի գլխին։ Եվ սա Նիկոլը հասկանում է, բայց որ պահին որ էլ Պուտին չլինի, էլ Նիկոլ արևմուտքի ինչին է պետք։ Նիկոլը սրանից է վախեցած։ Ոչ թե վախեցած է, հեսա Պուտինը ինձ բան կանի, դրանից էլ է վախեցած։ Բայց ինքը միշտ Պուտինի հանձնարարությունները կատարել է։ Մարդը բերան ասես, դու մի երկու անգամ ասեցիր Արցախն Ադրբեջանը, ես էլ սկսի ասել։ Մարդը բերան ասում է, որ չկա բան, որ դու ասել ես, ես չեմ արել։ Չէ, ես վերջի հանդիպան ժամանակը դες չասեց։ Չասես, որ դու մի երկու անգամ ասիր Արցախն Ադրբեջանը, արդեն ես էլ ասի։ Սա է իրականությունը։ Ուրեմն Նիկոլը այլայլված է, որ եթե չլինի Պուտին, ինքը արևմուտքին էլ պետք չի։ Եվ իր վերջը կգա։ Եվ Տաշի Սամոնների վերջն էլ կգա, Քոչարյան Ռոբերտների, իրանք առավել եւս պետք չեն։ Հասկանում եք, այ դրա համար ասենք դուք պատկերացնում եք, ասենք եթե Պուտինը Նիկոլի հակառակորդը լիներ, թշնամի լիներ, Տաշի Սամոնից կասեր հանգարց մանդատ չվերցնեք։ Թող այդ ընտրությունները դենց էլ գնա, դες բան լինի։ Դառնա ոչ լեգիտիմ անվավեր, նորը կանենք։ Օրինակ։ Բայց չէ, Քոչարյան Ռոբերտը, Տաշի Սամոն գնում են մանդատներ վերցնելու։ Իսկ դա առանց Պուտինի հետ համաձայնեցնելու չի լինի։ Իսկ եթե Պուտինն ասում է մանդատներ վերցրեք, ուրեմն այդ խորհրդարանը իր սրդով է։ Պուտինի սրդով է։ Այդ խորհրդարանի Նիկոլն էլ է իր սրդով, Տաշիկ Սամոնն էլ, Ռոբերտ Քոչարյանն էլ։ Սրանք բաներ են, որ դուք պետք է տեսնեք։ Իսկ ով չի տեսնում, ես փորձում եմ մեկնաբանել։ Բայց տագը հիմար գրառումներ չանեք, էլի։ Լսում են, ասում են, էսով է։ Ահա, մարդ էլի, կարող առաջ անգամ է լսում, սես բան չի լսել, էլի։ Մենակ լսել է, որ կա Ռոբերտ Քոչարյան եւ Նիկոլ Փաշինյան, որոնք կռվում են Հայաստանի գահի համար։ Վերջ։ Դες բան չկա ժողովուրդ։ Խելքի եկեք։